Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Միշտ բուն հաղորդմանը անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube յանալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Իսկ այն մարդիկ, ովքեր կցանկանան գրանցվել Քոչարի ազգային վերածնունդ կուսակցությանը, կարող եք ձեր անձնագրի նկարը ուղարկել առաջի էջի նկարը, որտեղ նկար կա երկու էջը իրար հետ դնել սեղանի վրա առանց մատվրան պահելու, մաքուր նկարել ուղարկել ինձ բոլոր սոցիալական հարթակներով որտեղ կան, իսկ եթե ունեք գրանցում գրանցման էջը կամ ID քարտը դրեք նկարեք երկու կողմից ուղարկեք։ Իսկ ովքեր ունեն տարածքներ, որոնք կարող են տրամադրել կապ չունի ներքնահարկա տան մի մասը եւ այլն Քոչարի ազգային վերածնունդ կուսակցությանը, մենք պատրաստվում ենք ընտրությանը, մինչեւ ընտրություն խնդրում եմ մեզ տեղյակ պահեք, շնորհակալություն այն մարդկանց, ովքեր արդեն տրամադրել են։ Անցնենք այսօրվա հաղորդման հիմնական թեման Հայաստանի այն իրավիճակն է, որը անընդհատ փորձում են օրական 1 շոու անել, որպեսզի ժողովրդին այդ օրը զբաղեցնեն։ Խոսքս գնում է Լֆիկ շոուի մասին։ Ինչ է ներկայացնում բոլոր լրատվականներով, այ խառնվել են Լֆիկին, թե եկել են Լֆիկի մոտ, բանը ռեկետ է անում պետությունը, Լֆիկից թվեր են ուզում եւ այլն։ Ուրեմն ասեմ ձեզ ժողովուրդ ջան, Լֆիկը ի սկզբանե ստեղծվել է պետության կողմից։ Սկսենք այն բանից, որ Լֆիկին ստեղծել է փողոցում ինքը շաքարավազ էր ծախում, ինքը պեսոկ էր ծախում, բոլորը գրած էր մալացիա շաքարավազ, Լֆիկը գրում էր պեսոկ հայերեն տառերով։ Իրան առաջ քաշեց Լեդի Հակոբը։ Լեդի Հակոբը քաշեց առաջ, բանակի միջոցով շաքարը տարանից բանակը Հայաստանի Հանրապետության հենց Վազգեն Սարգսյանի ժամանակ չէր ստուգվում, հիմա ընդհանրապես չի ստուգվում, թե ինչ արին, ոնց արին, լվացին, ինչ արին, այդ ճանապարհով Լֆիկը դառավ Լֆիկ։ Երբ որ Վազգենին խփել տվեցին Քոչարյանն ու Սերժը, Քոչարյանին պետք էր ներքին օլիգարխներ, որոնց վրա հիմնվեր, եւ դրա համար Դոդին ու Լֆիկին բարձրացրեցին վերև։ Հետագայում երկուսն է դառան Քոչարյանի Սերժը, Նիկոլ Փաշինյանի պաշտպան օլիգարխները։ Իհարկե Դոդը միմիայն Քոչարյանի ավելի շատ, չնայած բոլորի հետ է տալ առնելիք ունի Սերժի, Նիկոլի, սուտ կլինի որ ասել նրանց հետ չկա, որովհետեւ այս մարդիկ իրենց երեխեքին կենթանիների նման զույգում են իրենց իշխանության մեջ պահելու համար, բոլորը իրար հետ խնամի բարեկամ են։ Ես Լֆիկի պատմությունը բոլորը լավ գիտեք, որ փորձեց Քոչարյանի դեմ դուրս գալ, սարքեցին գլխին են գողերի հավաքը, որ Լֆիկը կազմակերպել էր իբր Հայաստանում, խփել տվեցին Յապոնչիկի Սանիկին, Սաշիկը խփել տվեց, հետո Լֆիկի վզին դրեցին, որ դու ես պատասխան տալու, Լֆիկը 6-7 ամիս մեռած էր, թաղած չէր, նիհարել էր, գիտեր որ իրան խփելու են, մինչև եկան 7 միլիոն տվեցին, Յապոնչիկին Հյուսիսային պողոտայի շենքը նվիրեցին, Յապոնչիկը ջրեց այդ գործը գնաց, նոր Լֆիկին ասեցին, սայից հետո կխաղաս անենց ոնց որ մենք։ Դրանից հետո Քոչարյանի երկրորդ ընտրությանը Լֆիկի եւ Սասի Արտակի վզին փաթաթեցին բաներ, որ իրենք փայ պիտի տան Քոչարյանին, իսկ մյուսը Քոչարյանի ամենասիրելի մարդուն Արմեն Գևորգյանին։ Այսպես ասեմ, որ իմանաք։ Մնացածը արդեն պարզ է, բոլորն է փայ են տալիս։ Այդ դրանից հետո Լֆիկը դարավ Սերժ Սարգսյանի պորտմանը։ Բումաժնիկ, ինչ շելում էր Լֆիկ։ Վերջում էլ որ Նիկոլ Փաշինյանի համար արդեն պետք է իբր Նիկոլ Փաշինյանը գնար, Սերժը ասում էր փողա պետք, ըստ խոսակցությունների, ուզել է իբր Նիկոլ Փաշինյանը 200 միլիոն որ գնա, Լֆիկին ասել, Լֆիկը այդ փողը տվել է, եւ այդ փողը Սերժը տակով արել, հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանին ասել է դու գալիս ես, ես ճիշտ, Նիկոլը ճիշտ, ես սխալ։ Լֆիկն էլ փրփրած էս ամբողջից հետո դիպլոմատն առած փողերով գնում դնում է Աննայի ու Նիկոլի պես փնթի դեմ ու դառնում է իրենց գործակիցը։ Հենց այնպես չի ասում, որ Երևան City որ sense այլանդակություններ անում Բաքվի ապրանքածախում, հիմնական փայը Շողերինյան են Լֆիկի կնիկ, Շողոն որ դառավ Շողերինյա, հա եւ Աննան, դրա համար եմ ասում, Երևան City-ն ավելի լավ անվանեն Շողաննա։ Եվ այսօրվա դրությամբ որ Լֆիկի վզին դրել են Նիկոլի կնիկը ամեն օր զանգում է, չի է զանգում WhatsApp-ը դրանց ընտանիքի կառավարման ձևն է, WhatsApp-ով ուղարկում է նկար, կես միլիոնից մինչև 1 միլիոնանոց, 1,5 միլիոնանոց միջազգային կարգի բրենդային ոսկեղեն եւ բրասլետ։ Տանելու այդ երեզմանի մեջ տնի փարավոն ա ուզում, սատկի ինչ ա ուզում, հայտնի չէ ջոդի վիժվածքը։ Եվ Լֆիկյան կինը բացարձակ տարբեր տեղեր դժգոհում էր, որ Նիկոլենք այսպես բաների մեջ է։ Եվ այսքանից հետո որ հետները փայ են ամեն ինչ անում են, հանկարծակի պիտի Նիկոլ Փաշինյանը հրաման տա Լֆիկի վզին որևէ մեկը թիվ դնի, հա։ Հարկայինը գնա Լֆիկ բռնի, դուք հոտ խելքները հացից չեք կերել։
Նիկոլ Փաշինյանը, որը հետը-փայ է, որ լֆիկը արդեն ապրանքների վրա գրած է Made in Azerbaijan, Made in Baku, վաճառվում է սիթիներում, կախիչներ եւ այլն, լֆիկը արդեն անցել է հակազգային մեծ գործի։ Լֆիկը գործարքի մեջ է մտել Արսեն Թորոսյանի հետ, որ արդեն թոքախ սատկում է, որտեղ ինքը Հայաստան դեպ ջհուդությունը արել է իր ջոկերությունը, հիմա էլ հիվանդությունը ընկել է մեջը, Հայաստանի հանդեպ բերեցին լֆիկի հետ իտալացի բժիշկների միջոցով Հայաստան կորոնայով 30,000 մարդ սպանին, այսօր լֆիկը դառնա խելոք, բոլորը սկսել են լֆիկ գովել իբր թե, հա։ Ուրեմն այս շոուներին ոչ մեկ չպետք է հավատա, այ հավատալու շոուն է, որ թուրք լրագրողիներին թողել են գնա մարգարա, հայերին արգելել են։ Նիկոլ Փաշինյանը որպես ինչ ասեմ, իր պապաների տակ մտնող, իր տղամարդկանց տակ մտնող ղեկավար, հայ լրագրողներին արգելել է գնալ մարգարայի կամուրջ, թուրքերին տարել է։ Եվ այս նոր տպեցին թվերը, որ թուրք լրագրողների 5 օրվա վրա, թե քանի օր են մնացել Հայաստանում, ծախսվել է $20,000։ Հիշեցնելու համար ասեմ ձեզ, որ ես երեք նայել եմ Երևանում, մեկ սենյականոց բնակարաններ կան, Երևանում թեկուզ փոքր քառակուսը 35-37,000։ Բացեք լիստեյը տեսեք։ 37,000, ուրեմն Նիկոլ լրբազավեր, թուրքերի վրա դու կարաս հյուրասիրելու հյուրանոցներ, դու քո փողով ես իրանց բերե փողով տարա, այսինքն լենքին մտել ես, բանը վազելինը քսե մտել ես տակները, հա, բերել ես Հայաստան հյուրանոցներով, կայֆերով, հայերինը չես ցույց տվել, տարել ես մենակ թուրքերն են մարգարանն են։ Ու այսքանից հետո որևէ մեկը կա, որ հələ Նիկոլին պաշտպանում է։ Դուք հասկանում եք, այս պաշտպանողները ինչի տակ եք մտնում։ Դուք հասկանում եք, որ դուք ձեզ դնում եք թնդանոթի կրակոցի ցակ։ Ձեզ, ձեր հարազատների, սիրելիների, երեխաների։ Եթե դա ձեր համար ոչինչ է, իմացեք, որ շատ տեղ իշխանափոխությունից հետո, եթե մենք վերցնենք իշխանություն, մենք թույլ չենք տալու ազգային սպանություն, բայց դուք ինքներդ ձեզնից կանեք, որ միտեղ վնաս կտաք։ Ես ասեմ ձեզ։ Եթե այս կարգից հետո էլի նայեմ եմ գրած անտեղ մեռնեմ ջանիդ, ուտեմ ես ինչդ, ուտեմ այն ինչդ Նիկոլին են գրում, ուրեմն արժանի։ Փաստորեն 20,000 ծախսել է թուրք լրագրողների վրա։ $20,000, որ թուրքերը կան իր հետ պաչպչվեն։ Կառավարությունն է չէ, լրագրողը, բա որ ասենք Էրդողանը գար ինչ ես անելու Նիկոլ։ Ես ասել եմ։ Ամբողջ թմով լողացած մտնելու եք տակները։ Հիմա այն ինչ որ մենք ասում ենք Գյումրու նաև ընտրությունների համար, մեր ասածը կրկնում է իշխանավորները։ Կոնկրետ Հովիկ Աղազարյանը։ Եթե որևէ մեկ այսօրվա դրությամբ համարում է, որ Հովիկ Աղազարյանը ընդդիմություն է, ուրեմն ինքը ամենադեբիլն է։ Նիկոլի կուսակցությունը ստից իրար կռիվ մռիվ արեցին, 5 օրում բաժանվեց, 5 օր հետո թողեցին նոր կուսակցություն բացի, 4 հոգանոց, 4 հոգեր նկարած վեճը, NSR-ժիկ մարդիկ նստած են, կուսակցությունա բաց։ Ինչ է լինելու Գյումրիում։ Այո, Գյումրիում ընտրությունները վիժեցվելու է, որովհետև ինչքան տեխնացու կա բոլորը Նիկոլի մարդն են, այն երկու հատն է իբր թե Քոչանի, բայց իրականությունն այն է լինելու, որ Գյումրիում ընտրությունը կործանվելու է եւ անցնելու է երկրորդ փուլ, իրար ծեծ ու ջարդեն անելու անցնի, քանի որ Գյումրեցին այն մարդը չի, որ թույլ տա իր վրան Սարիկ, Մարիկ, եսիմ Ռուբիկ, Վարդանիկ, արդեն չգիտի ինչ անի գնաց է կոմունիստի տակ մտե, սուտ կաթոլիկ ամբողջ օրը ոռնում էր այդքան դիական է, Գյումրին թալանած եւ այլն։ Պարզա։ Սա Գյումրու պահով, Երևանի պահով էլ։ Հիմա ասեմ հաջորդ այլանդակ գործողությունը, որը ժողովրդի համար ասում են, հարկայինի պետը խոսած։ Ուրեմն Հայաստանում ինչքան հարկայինի պետ եղել է, բոլորը հակահայ։ Ես ձեզ ասեմ, չի կարա հարկայինի պետը լինի հայ ազգի կողմից, ով որ կելնիկ ասի, սուտա, կբերեք մոտս, գիտեք ինչքան բան կլցեն վրան։ Այնքան ապացույցներ կլցեն, իմիջիալոց Հայաստանի բոլոր հարկայինի պետերը պետք է ինձից զգուշել են, որտեղ բոլորի վրա տոնն ու կեսա կոմպրոմատ կա, բոլորի վրա, իրենց բաժնի պետերով, տեղակալներով, առաջի, երկրորդ, երրորդ եւ այլն։ Ես ձեզ ասեմ, որ իմանաք, բոլորդ։ Հարկայինի պետը ասում է բանը, Հայաստանի Հանրապետությունը բոլորը հայտարարագրում են։ Նա բա մինչև մայիսի 1 ժամանակ տվեք, քանի հոգի հայտարարագրվի։ Ասում է 12,750,000, ասում է 12,000 իշխանավորներին հանեք, ասում է ինչի իշխանավորը մարդ չի։ Ուրեմն դուք ձեր պետական լծակը դրել եք, ձեր պետական լծակի միայն Երևանի քաղաքապետարանը ասել եմ 42,000 աշխատակից ունի։ Իսկ Երևան քաղաքը ձեզ չի ենթարկվում, ձեր աշխատակիցներ, այ ոչխար։ Դու ոնց ես կարող հանրապետության 750,000 մարդուն հայտարարագրել տաս իբր մինչև մայիսի 1, թե 31, թե հունիս, թե ապրիլ, թե եսիմ նոյեմբեր,
թե դեկտեմբեր, հասկանում եք, չէ՞, ֆեյքերը։ Այսինքն օրական ստեղծելով մի ֆեյք համակարգ, այս մարդիկ փորձում են երկրի մեջ իբր թե ինչ-որ իրենք մի բան են անում, էս են անում, իրանց սենց բրթեն առաջ, էլ այնքան որ կապ չունի ինչա, կապ չունի հաջորդ օրը կհերքեն թե չէ, այնքան որ։ Իսկ ինչ վերաբերում է թուրքերի հետ բանակցություն նոր կկնքենք, ես կանենք, ես պատրաստ եմ։ Էլ եմ կրկնում, ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանը պատրաստ լինի, չլինի, ինքը չի կնքելու, ինքը Նիկոլը միշտ պատրաստ է։ Իրենք ընտանիքով միշտ լողացած, թրաշված պատրաստ են թուրքեր։ Հասկանում եք, ինքը չի կնքելու։ Այսօր Ֆրանսիայի որոշումը Սենատի որոշումը ավելացրեց, որ այդ պայմանագրի մեջ, եթե չլինի հարց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի, այդ պայմանագիրը Չեխիան է հայտարարում։ Ինչպես նաև Շվեյցարիայինը, որ այդ ֆորումը պետք է ստեղծվի, որ խաղաղությունը լինի։ Ոչ մեկ թույլ չի տալու պրո-թուրքական, պրո-ռուսական հակազդեցություն ունեցող հակաքրիստոնեական երկրներին ունենան իրենց հաղթանակ ու հանգիստ նստեն, քանի որ այդ նույն մամեդական վախը ծեծում է եվրոպացիների դուռը։ Հիշեցնեմ թվերով, Գերմանիայում ապրող ընդամենը 6-7 միլիոն մամեդական, Ֆրանսիայում ապրող 6-7 միլիոն մամեդական։ Հիշեցնեմ ձեզ, որ Ֆրանսիայի բնակչությունը մամեդականներն էլ հետը 65 միլիոն է, Գերմանիայի բնակչությունը մամեդականները հետը պաշտոնականով 85-ա, ոչ պաշտոնականով 105, բնականաբար մամեդականները եւս 2-3 միլիոն ավել։ Պարզա, օրինակ այս շենքում ես մի օր կնկարեմ ցույց կտամ, միակ քրիստոնյան ես եմ։ Միակ քրիստոնյան այս ամբողջ շենքում ես եմ։ Ոչ թե գերմանացի կա, քրիստոնյա էլ չկա։ Ալբանացի, թուրք չկա, ալբանացի, արաբ, սոմալիցի, սուդանցի։ Վերջ։ Թուրքերը մյուս շենքերն են կողքի ապրում։ Այս թաղամասը ամենաշատ թուրքն ապրում։ Տնից ընդամենը 300 մետր հեռու թուրքերի իբր կուլտուրա ունեն, կուլտուրայի տունը։ Պարզ է։ Էնպես որ ոչ մեկ չկա ու չի էլ լինի։ Բոլորը հասկանում են այս ամբողջը։ Դրա համար Ալիև այդ հիմարաբանությունները ես կվտարենք, այն կվտարենք, հիմա շարունակաբար կպատմեմ նաև սա։ Հաջորդ հարցը, որ ինչի մասին նաև ուզում էի խոսեի, այս երկրի մեջ խապկանքի ստեղծումն է ու արդեն այն անբացատրելի լկտիությունը, որը կատարվում է շրջաններում։ Սպիտակում այսօր սպանված 17 տարեկան երեխայի դեպքը ինձ ցնցեց։ Սպանել են գիտեք ինչի համար։ Մի հատ 22 տարեկան տղայի կնոջը երկար նայելու համար։ Դանակը հանը երկու եղբայր ըստ նախնական տեղեկությունները, եթե սխալ եմ, տակը գրեք, ինձ այդպես հասավ լուրը, երկու եղբայր վիճել են, որ ինչ ես կնոջս նայում, դանակը հանը մցրել է սիրտը։ Ուրեմն ասեմ, եթե այս երկրում երկիր լիներ, այդ եղբորը, երկու եղբորը հիմա տանում էին Ադրբեջանի սահման ու որպես կենդանի միշեն աշխատում էր կամ վրան կապում էին բոմբը, վազելով գնում էր ադրբեջանցիների կողմ պայթում էր։ Բացատրեմ ինչի։ Այ լրփի զավակներ, այ վիժվածքի ընտանիք։ Դուք ով եք տարը որ 17 տարեկան անչափահաս երեխուն քոլեջ սովորող, խիես կնգաս նայում, դանակահար եք, այ լրփի տղա, հեսա բերդ գնացիր քեզ կնիկ են սարքելու ենքան են բռնաբարելու։ Թուրքերը եկել են երկրիդ մեջ, Երևանում, երգում, պարում են ռայոններում, վարչապետդ բերել է, այդքան լավ տղա էր ուզում էր հերոս ընկներ, գայր մի հատ թուրքի սպանեիր, գայր վարչապետիդ այդքան դուխ ուներ սպանել, եթե կարայր։ Հիմա որ դու գնացիր Բերդ, թուրքերն եկան կնգատ բռնաբարին, դու ոնց ես կնգատ պաշտպանելու։ Կամ մի հատ ուրիշը երկար նայեց ու ուրիշ բան արեց ու ձեռք գցեց, հասկանալով որ դուք Բերդում փդում եք, մոտակա 9-10 տարին չեք ելնելու։ Ինչ ես անելու։ Դնեն բռնաբարեն սիրուն թռնան Ռուսաստան, ինչ ես անելու։ Գողանան տանեն մի 6 ամիս բռնաբարեն պայն, բերեն գցեն իրանք է փախնեն Ռուսաստան։ Ինչ ես անելու Բերդից։ Այսպես լրպի տղեկի պատճառով է, որ հայրենիքից նորմալ երեխեք զրկվում են։ Աչքը տվածը նայելու համար հայոյելա, չէ, վիրավորելա, չէ կարող նայելա, ծանո մտածելա, ծանոթա, կամ իրոք չեմ էլ հավատում, որ կինդ այդքան գեղեցիկ է եղել, որի համար կռվել ես, թեկուզ գեղեցիկ, գեղեցկությունը նայելու համար է, ծաղիկը նայում ես, գույնը նայում ես, հեռուստացույց, դու ինչի չես նայում ոչ մեկին, այ լրպի տղա։
Այսինքն լրբի տղեկին պիտի բերդում այն օրինքը ցեն, որ ախ յուբկով ամբողջ բերդում մնա, որ ուրիշի կյանքը նայելու համար չխլեն։ Վերջում էլ ուղարկեն, բոմբերը վրան կապեն, ուղարկեն Ադրբեջանի կողմ։ Վազելով գնան հանձնվեն, իրենք պայթեն, հետները սատկեն, վերանան գնան։ Սա Հայաստանի ցավալի դեպքերից մեկը, նայելու համար սպանություն, դուք պատկերացնում եք, ոչ մի բան չի արել, ասում են նայել է, մոտեցել են խես, նայում ոնց, աշկը տված անայելու համար, բան արի ստեղ, ուրեմն դուք արդեն ձեր ծնողները լրբիվ զավակ են դաստիարակել, ախ 22 տարեկան տղուն ով է պսակում, այ ոչիլներ, սպիտակի ոչլոտներ, ձեր տղուն, որ ասում եմ գեղցի ու գյուղացի նեղանում են, գյուղի տղուն ես կպնում, այն մարդը, որը չի հասկանում գեղցին ինչ է, ուրեմն ինքը իրոք գեղցի է, գեղացին գյուղացու չտեսակն է, ոնց որ քաղաքենին քաղաքացու, հազար եմ ասել, այս գեղցի ծնողը, որ 22 տարեկան լակոտին, որ հələ ինքը իր խելինքը քթից անում, շարիկ սարքում, կտասնում է, աշխատանք չունի, ոչինչ չունի, պսակել է, բայց դրա համար էլ անուղեղը դանակը գրպանն է տնից ելնում, հո չի գնացել տնից դանակը վերցրել սպանը, տեղում դանակը հանել մտցրել է սիրտը, դուք պատկերացնում եք, ոչ վախեցրել է, ոչ վրան խրատել է, ոչ մի հատ խփասել է, գնաց դուծել է տես բան ճանես, տղամարդկությունը արտահայտվել է 22 տարեկանով, մի հատ 17 տարեկան պատանեի վրա, ցավոք այս երկրում դաստիարակության մակարդակը այնքան ցածր է, այ որ հիմի գնաց դրանց տուն, գնաց դրանց ծնողներին, ես ասում եմ, այ պիտի լինի բան, որ ծնողներին էլ դատեն, հորն ու մորը, որ այսպես լրբի տղեկ են դաստիարակել, որտեվ հերն ու մերը եթե լավ դաստիարակեն, տղեկը այն էլ ամուսնացած, դանակը գրպանը, սպիտակ մի բուռ քաղաքում, մի բուրանոց գյուղա քաղաքում, դուշ չեն գա, ոչ այդ Երևանա, որ իրար չճանաչեն, ոչ բան, սպիտակ ինչ տեղա, 15-20 հազար, 15-13 հազար մարդ ապրում, բոլորը իրար ճանաչում են, այդպես չի։ Այս խայտարակությունը ցավակցում եմ զոհվածի ծնողներին, ցանկացած կերպ ծնողներ, պիտի պայքարեք, որ այդ երկուսը երկար նստեն, հանգարցակի, տեսակ, դատական որևէ օրգան, փորձում է դրանց փախցնի կամ չդատի, պատահական, աֆեկտի տակ, քիչ, կապնվեք մեր հետ, մենք կթաղենք բոլոր այդ դատական օրգաններին, ովքեր ուղղորդված դատեր կանեն, ես ձեզ կոչում եմ, անցնենք միջազգային լուրերին, այսօր առավոտ եկավ Թուրքիայի վայնասունը, որ առավոտ շուտ մի անգամից անակնկալ 12% լիրայի կուրսը ընկել է, և արդեն դոլարով լիրան արժի 42, եվրոյով չասեմ, Թուրքիայում արդեն եվրոն դառը 45, հիշում եք չէ ձեզ, ես հենց ամսի 17-ին, չեմ մոռացել, անցած ամսի 17-ին գցել եմ վիդեո, որ թուրքական լիրան Գերմանիայում 46 էր, հիմա թուրքական լիրան արդեն Թուրքիայում է 46, տեսակ մեկ ամսվա մեջ ինչեր է կատարվում, Եվրոպան չի վերցնում 52, 54, 56 մեծ պետական գործարք եղավ, այդ թվով կվերցնի, իսկ ընդհանրապես ոչ մի տարադրամի փոխանակում հանել են թուրքական լիրայի դիմաց խաչա դրած, չկա, չեն վերցնում, դրոշը կա, որ պիտի աշխատեն, դիմացը խաչը, այդ խաչելու ենք թուրքերին փակենք, պարզ է, թուրքական լիրայի այս խայտարակ իրավիճակից Թուրքիայի Պաուստային ֆոնդի միջայլոց ասեմ ձեզ հսկայական քանակությամբ պահակասել էր ևս այս փրկելու համար 10 միլիարդ պիտի փող հանեն, որ գոնե կուրսը մնա 39, պատկերացնում եք չէ ինչ որ են ընկել, 42-ա կուրսը պիտի 10 միլիարդ դնեն, որ գոնե մնա 39, հիշեցնեմ բոլորի, Թուրքիան սա առաջի անգամ չի անում, երկրորդ չի անում, երրորդ չի անում, մի անգամ Կատարը փրկեց, մի անգամ Սաուդները փրկին, էլ չեն փրկում, ինչի, որովհետև 10 միլիարդը ինչ փող է 50-60 միլիոնանոց պետության համար ժողովուրդ, սա հո Հայաստանը չի 10 միլիարդը գործ տա, 60 միլիոնանոց պետության համար 10 միլիարդ ինչ փող է, ինչ փող է 10 միլիարդը, մանավանդ որ լցեցին չենջեր, էլի մարդիկ վախի մթնոլորտի վրա հասկանում են, որ իրենք Պաուստային ֆոնդն են արդեն ծախսում, իսկ եթե Պաուստը պրծավ պատկերացնում եք ինչ ա լինում, զրոյա որ ավելանալու է,
բանը փողի վրա ուղա Աթաթուրքի հետևին, հա, ու արդեն կործանումը շարունակվում է։ Դրա համար հենց լծված չենջեր, ինչքան էլ դնեն $200-300 ավել չառնեք, հաջորդին 200-300 չեն տա, բայց մենք բոլորս էլ լավ գիտենք ոնց որ Հայաստանում գործարարները, որ 100-200 միլիոնի, 500 միլիոնի փող են առնում, դասի այդ գործ են անում, հեսա կասի փոխանցումը բան անում, հա փոխանցումով անեն, այդ փողը պետք է գնվի թե չէ։ Ինքը որ լիրա չի ուղարկելու, լիրա ուղարկեց Եվրոպա 68-ով հաշվեց, ինքը տակ է տալիս ապրանքի մեջ։ Շատ ապրանքներ կան կամ միջին առևտրականները, որը 100,000-ի 50,000-ի առևտուր են անում, այդ մարդիկ բանկով մենակ չեն անում, դրանք էլ տակ կտան։ Պատկերացրեք, չէ՞, չեմ ասում։ Եթե Եվրոպայում չեն ընդունում, պետք է ընդունեն ռիսկային 60-65-ով, 46 արդեն Թուրքիա է, բա ինչ պետք է անեն։ Կուրսը ընկնում է, բախո միլիմետրով չեն ընդունել, որ թուրքը լավը զգա։ Պարզա, չէ՞։ Ու հենց այս լավ նոտայի վրա էլ աժոտաժը սկսվել է, եւ քանի որ համարվում էր իբր թե Էրդողանի մրցակիցը, մենք չնայած իրականում գիտենք, որ Թուրքիայում բոլորը Էրդողանի իշխանության գալուց հետո շինծու կառավարությունը, Պոլսի քաղաքապետը, որը պիտի ընտրություններում կար Էրդողանի մրցակից, նրան ձերբակալման հրաման են տվել, ժողովուրդը դուրս է եկել ցույցերի, եւ այս փողի միջոցը շեղման միջոց է, որպեսզի դուրս կան, հետ կան տները, վայ, փող ընկնում է, կործանում են մեզ, հեսա տենց ելույթները բնականաբար Էրդողանը ունենալու կամ պետական չինովնիկները հիշեցնենք, որ հենց ելում ենք ցույցի Սերժ Սարգսյանի դեմ, ինադու թուրքերի հետ պայմանավորվում էր, Սերժը հայ էին սպանում զինվոր, ասում էր, հնտեսակ, դուք կռիվ սարքիք, հայ զինվորը մեռավ։ Հիշում եք, չէ՞։ Նույն դոկտրինան է, ոչինչով չի փոխվել։ Թուրքը մնում է թուրք։ Նա լինի թե Հայաստանում Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Նիկոլ Փաշինյան կերպարով, թե Թուրքիայում։ Այսինքն աժատաժ, քաղաքացիական խառիրավիճակ եւ ինչ, եւ փողի կուրսի անկում։ Իսկ անկումը դուք գիտեք դա ինչ անշանքում։ Միանգամից 12%-ը դա հսկայական թիվ է, ոնց որ քնեկելեք առավոտ շուտ Երևանում դոլարը դառնա մոտավորապես 450-460։ Պատկերացնեք ինչ ալում, տես դեպքեր ցավոք սրտի եղել է։ Ու այս ամբողջ ֆոնի վրա Թուրքիան պատերազմ անում, ուզում է Ուկրաինայում պատերազմ մտնի, Կիպրոսի հարցն է փաթաթվածի, միջերոց Կիպրոսի հարցը մի հատ են մտցրել արդեն եվրոպացիները, որ Կիպրոսը ազատի եւ մնում է ումզիջի, ես ձեզ միշտ եմ ասել, 4 տարի ասում եմ, Թուրքիան Կիպրոսը չի զիջելու, Կիպրոսի դիմաց ունի միջալաղաճ զոհ, ինչպես ցանկացած կայսրություն գաղութներն են զոհում, որպեսզի մեծ պետությունից չգնա, Թուրքիան էլ բոլորին զոհում է։ Հիմա Ադրբեջանը, որտեղ ուйղուրներին զոհը տվել է, ուйղուրական ղեկավարներին բռնե հանձնել է, չինացիքին առևտրի համար, այո, ուйղուրների 1.5 միլիոն, այսինքն 15%-ը բերդում են, միանշանակ մնացած 85%-ը վրաները չիպերը դրացման են գալիս, չինացիների միանշանակ։ Զոհ տվեցին թաթարներին, զոհ տվեցին թուրքոմաններին, զոհ տվեցին ուйղուրներին, հերթ եկել է Ադրբեջանին։ Դրա համար է Ալիևի ամեն ելույթը, իմիջիայլոց մեզ նաև լսում են Ադրբեջանից, ինչպես որ Հայաստանից են լսում մեր ասածները կրկնում Ադրբեջանից։ Էլի եմ կրկնում, Ալիևը որպես քաղաքական դիակ, եթե ինքը կկարողանա իր մեջ ուժ գտնել, խոսալ, թող իր ճանապարհներով խոսք ուղարկի, որտեղ Հայաստանի իրական ուժը հայկական մնացել ենք մենք, մնացած բոլորը միասին են խաղում։ Եթե չէ, թող Մերիբանի միջոցով, որտեղ Մերիբանն է լինելու հաջորդ նախագահը, որպես թե ջհուդ, թե հենց այնպես չի կիմոն ավարտե Կիևի միջազգային հարաբերությունները, ինքը կմնա, օրենքը այսպես է գրված։ Իսկ Ալիևի պես դեբիլը, որը սպանել է իր եղբորը, որ ինքը անցնի խորտ եղբորը, նույն տարբերությամբ էլ Հայաստանում եղավ Արամ Սարգսյանի հետ, որովհետև ինքը երևի խորտ էր վերցրած էր, համաձայնվեց, որ Վազգենի խփեն ինքը մնա։ Այս ամբողջը միջազգային քաղաքականության մասին եւ ունեմ մի բան, որ կարծես թե պատերազմը նորից սկսվում է Գազայում, ջհուդները սկսում են մարդկանց սպանել, իրենց դնելով անմեղի տեղ, որը հակասում է լրիվ ընդհանուր աշխարհի իրավիճակին, քանի որ Ամերիկան էլ է փորձում ինչ-որ բան անի, բայց ծերը չի երևում։ Փորձում է ալևով, բայց ծայրը չի երևում։ Ինչ-որ բաներ խոստանում է, ինչ-որ խոստված թվեր կային, անգամ Տրամպը ասում էր, որ հայերին պիտի տան 104,200 քառակուսի 2.5 միլիարդ։ Այսպես ինչ-որ բաներ ասում Հայաստանին թուրքերը։ 104,200 մենք համաձայն ենք ցանկացած չափանիշի, գիտեք ինչի, որտեղ այսօրվա Հայաստանի իրավիճակին ցանկացած չափանիշ պետք է պլացդարմ
ծով դեպի ճանապարհ, որ Հայաստանը ամրանա ուժեղանա։ Հակառակ դեպքում ցանկացած ճանապարհ էլի կստացվի, բայց կստացվի պատերազմների ու երկար ձևով։ Իսկ ավելի լավ չէ, ավելի լավ է հեշտ ստացված 104-ել չէ, թեկուզ հեշտ ստացված 5000-ը, 3000-ը, քան թե պատերազմով ստացված 104,000-ը, ովքեր կռիվ տեսել են, այդ մարդիկ կհամաձայնվեն իմ հետ։ Թեկուզ նրանք ովքեր չեն տեսել 44-օրյան վրաները ազդել է, բայց ամենայն դեպս տեսնենք, այնպես որ ոչ մեկ ճիշտ չի խոսում, մենք չպետք է երազներով միայն տառապենք։ Այսա ես համեմատություն կանեմ ուղիղ 125 տարի առաջվա պատմության կապշեք, որ աշխարհը ինչքան նման է իրար, պատմական բաժնում։ Եվ այս ամբողջ ֆոնի վրա, որ այսօր աշխարհը սենց կամ ուզում է կամ չի ուզում, նույն Ֆրանսիան, որ ասում արցախցիները պետք է գնան, ես այսօր էլի հաջորդ պահի հիշեցրի, Ֆրանսիան հայերին քանի անգամ է դավաճանել ժողովուրդ։ Մի քանի։ Այսօր էլ տեսեք, չէ, այս ընդունենք ժողովուրդը հետ վերադառնա, բա Ֆրանսիա Ղարաբաղի անկախությունը ճանաչեիր, հա, դու ասում ես պետք է ճանաչեմ։ Այն փոքր տարածքով ճանաչեիր ու պահեիր։ Հիմա նոր լավամարդ է սլում հայերը թող գնան։ Հիշեցնեմ ձեզ, որ Ֆրանսիան բացի Կիլիկիայի հանձնելուց հետո հայերի հանդեպ արել է երկրորդ տականությունը։ Երբ որ 1935 թվականին Սիրիան անկախանում էր, իսկ Ֆրանսիան ու Լիբանանը ներողություն, Սիրիան ու Լիբանանը ֆրանսիական մանդատ էին, Ալեքսանդրետի գավառը մտնում էր Սիրիայի մեջ 5500 քառակուսի, որը հիմա թուրքերը անվանում են Հաթային իլ, այսինքն նահանգ։ Այդ Հաթայի իլը, որ այսօր ամենախիտ բնակեցված մասերից մեկն է, բնակչության 90%-ը քրիստոնյա արաբներ են եւ հայեր։ Տվեց թուրքերին իբր թե պատժում է Սիրիային, բայց իրականում պատժեց հայերին։ Այսօր այդ մասում հայերը շատ քիչ են մնացել։ Թուրքերը լծվել են, այնքան խիտ է այդ սովետ հաճելի ապը 5000-ի վրա մոտավորապես 3 միլիոն, 4 միլիոն մարդ ապրում, որից ընդամենը 15-20%-ն են հայ։ Ասենք 1.5-ից 2 միլիոնի չափ։ Բայց այն ժամանակ ինչի տվեցի այդ դավաճանություն, չի։ Հիմա էլ հելելես բան ես խաղում, հա, բարեկամ։ Հասկանալի է։ Հիմա այս հաղորդման վերջին մասում կասեմ ձեզ պատմական մաս նմանություններ այսօրվան։ Ուրեմն ներկայացնում եմ 124 տարի առաջվա լուրեր։ 1901 թվական, ես լրատվականներն եմ հանեք կապշեք, ոնց որ այսօր լինի։ Առաջին անգամ մեքսիկական ծոցում արտահանում են նավթ, որով Ամերիկան մարտահրավերան հետում աշխարհում ամենամեծ նավթ արտադրողին Ռուսաստանին, քանի որ արաբական աշխարհների դեր նավթերը չէին գտել, եւ այս նավթային հարստությունը, նավթի հանքը 1901 թվականին հանդիսանում է առաջին հարց, որ Ամերիկայի կառավարությունը սկսի միջազգային քայլեր անել։ Մինչև այդ Ամերիկայի կառավարությունը շան տեղ տնող չկա։ Ամերիկան հազիվ իրեն շրջափակում է Ամերիկա մայրցամաքի հյուսիսային եւ հարավային տարածքներում ինչ որ հարց լուծելուց։ Խառնվում է Կուբայի գործերին։ Կուբայի հետ տեսեք ինչ պայմանագիր է կնքում։ Հիշեցնեմ զարմանալի ձեզ։ Կուբայի հետ կնքված պայմանագրով Ամերիկան համաձայնվում է, որ Կուբան անկախություն ստանա իր զորքերն էլ 1 տարի հետո անում մի պայմանով, որ Կուբան Ամերիկայի դեմ չի գնում։ Վերջ։ Եվ ամբողջ տարածքը հետ է տալիս ու հսկական զեղչով Կուբային ապրանք է ծախում։ Հիմա հասկացաք ինչի մասին է, թեկուզ 1901 թվի դեմոկրատական երկրի պայմանագիրը տարբերվում այսօրվա թուրքական եւ թուրքերի ծառա Նիկոլ Փաշինյանական ծրագրից։ Պարզ է։ Տեսեք ինչ եմ ասում, 1901 թիվ Ամերիկան զորքերը հանում է պայմանավորվում է մի պատճառով, որտեղ մարդիկ ապրեն, հարկերը քչացնում է Ամերիկայի հետ առևտուր, մենակ Ամերիկայի դեմ դուրս չգա։ Հա, մեջը ասում է, որ եթե Ամերիկայի դեմ դուրս գաք, միակողմանիորեն պայմանագրի մեջ Ամերիկան զորք կմտցնի ձեր երկիր։ Բայց հաշվի առնենք, որ Ամերիկան քրիստոնյա երկիր է, ոչ թե թուրք է, Ամերիկան կոտորած չի արել Կուբայում, ուղղակի իրեն պետք էր իր շահեր։ 1901 թվական աչքի ընկնում մի շարք հարցերով։ Նախ ընկնում աչքի Չինաստանում տեղի ունեցող դեպքերով, որ Չինաստանում բռնցքամարտիկների հեղաշրջումը երկիրը հասցրեց այն վիճակի, որ աշխարհի 10 հզոր երկրներ սկսեցին ավելի խիտ հիմնվել Չինաստանում, բաժանելով 10 մասի, այդ թվում Ռուսաստան, Ճապոնիա, Իտալիա, Գերմանիա, Ամերիկա, Ֆրանսիա, Անգլիա եւ այլն հաստատվեցին այնտեղ, ով ինչ կարար փոկում էր։ Ինչպես նաև Պորտուգալիա, որը վաղուց ուներ Աումինը Մակաոն, հենց այդ Աումին Մակաոյի վրա հիմնված, եւ իսկ Ռուսաստանը առիթից օգտվելով մի անգամից խփեց եւ վերցրեց ինչը, վերցրեց Մանջուրիան, որը դուր չեկավ Ճապոնիային, քանի որ նոր ծակող աստղի երկիրը, նոր ծակող արևի երկիրը նոր հզորացել էր տեխնիկան եւ պայքարեր գնալու Մանջուրիայի համար, ինքը աչք ուներ Մանջուրիայի վրա։
Այդ ժամանակ աշխարհի վրա գոյություն ուներ 60 երկիր, բայց քաղաքական իրավիճակը էլի նույնն էր։ Տնտեսական բարձրացում, տնտեսական մանուֆակտուրաները վերածվում էին ֆաբրիկայի, նավթը արդեն դառնում էր կարևորագույն գործոն, մեքենաները կային, դրանից 2 տարի հետո արդեն Ամերիկան առաջինը փորձարկում է թռչող սավառնակ ինքնաթիռները, մի խոսքով զարգացման հիմքը տրված էր։ Բայց կար շատ հարցեր, որոնք իրար մեջ լուծված չէին։ Ինչպես նաև լուծված չէին Օսմանյան կայսրության տարածքում եղած դեպքերը, ինչպես լուծված չէին եվրոպացիների նոր հագումները վերաձևելու աշխարհի։ Եվ հենց այդ տարին համաշխարհային պատմության մեջ աչքի ընկնում եւս մեկ պայծառագույն լուրով, որ Անդրանիկը Մշոառաքելոց վանքում 40 հոգով պայքարում է թուրքական հսկայական զորամասի դեմ եւ մինչեւ տալիսա բանակցությունների ժամանակը գիշերով 40 հոգով անհետանում է, որի համար Անդրանիկին անվանում են թուրքերը Անդրանիկ որպես հոգի, այսինքն հոգի է գիշերը գալիս, հոգու նման փախնում է, իսկ հայ ազգի մոտ Անդրանիկը դառնում է հերոս զինվոր։ Ահա այսպիսին էր 1901 թվականը, կարող եմ շատ բաներ ասել թե Ռուսաստանի մասին, թե Եվրոպայի մասին, բայց կփորձեմ սահմանափակվել այնքանով, ինչքանով պետք է մեզ։ Այսինքն, եթե վերցնում ենք 124 տարվա մեջ աշխարհի տպավորվածքով փոխվել է, չէ։ Միայն երկրների թիվն է շատացել, թե չէ նորից պայքար էներգակիրների համար, նորից պայքար ինքնահաստատման մասին, նորից պայքար երկրներից տարածքներ վերցնելու եւ իրենցով անելու մասին։ Հարգելիներս, ես կարող եմ երկար պատմել ամեն տարին 1900, 1901, 2, 3, 4, 5 պատմություններ, բայց ժամանակը հուսով եմ, որ այդքան չի ներում եւ հաղորդումները շատ երկար անելը իմ կարծիքով այդքան էլ լավ բան չի։ Դրա համար հիշեցնեմ ձեզ, որ մենք հանուն Հայաստանի ենք, մենք պահանջատեր ենք մեր հողերի։ Արցախի հարցը չի ավարտվել։ Իմիջիալ ուստակրկնես նաև Արաբատ Միրզոյօղլին կամ Արարատ Միրզոյանը մեր խոսքը կրկնելով։ Ես միշտ ասել եմ ու կրկնում եմ, դուք իմ հաղորդումները նայում եք, որ Արցախի հարցը չի փակվել, չի էլ փակվելու, հələ չի էլ սկսվել, հələ նոր sense դուրս է գալիս, որովհետև Արցախը այն Փյունիկ թռչունն է, որին խամրեցնելուց հետո կրակի միջից վառելու է բոլոր այն մասնակիցներին, երկրներին էլ հետո, ովքեր Արցախի ճակատագիրը որոշեցին այս ձև փակել 10,000 տարուց ավել էստեղ ապրող ազգին ուղղակի վտարել։ Պարզ է, դրա համար Աստված թող մեր գործերին հաջողություն տա։ Բերեք միասին աղոթենք, առ-երկինք ուղարկենք, որ մեր գործերը լինի իրական, քանի որ այն մարդը, ում մեջ կա Աստծո մասնիկը, ինքը նաև հայ է, իսկ հայը չի լինում նյութապաշտ, հայը չի լինում ջհուդ։ Հայը լինում է Աստծո մասնիկը, հոգևոր արժեք, հոգևոր արժեքով մարդուն խաբելը անհնար է։ Բերեք ուրեմն միասին աղոթենք եւ ուղարկենք առ-երկինք։ Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին եւ արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, որտեղ նրանք շատ զզվելի են, շատ ստոր են, թիկունքից խփող։ Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում եւ Բագարանում։ Հաջորդ տարին Վանանդում, Մուշում, Վանում, Սասունում, Բաբերդում, Կարինում, հաջորդ տարին Կիլիկիայում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն։